Ինչպես են նշել ամանորը նախկինում, ինչ ավանդույթներ են եղել եւ որոնք են պահպանվել, այս եւ այլ հարցերի մասին կզրուցենք Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Պողոսյան, նախկինում մի շարք ավանդույթներ են եղել, որոնք են պահպանվել եւ մինչեւ երբ։ Այո, շատ կարևոր նշանակություն ունեցած տոն է։ Ասեմ, որ տոնը դա առօրյայի Հակոտնյան է, այսինքն անպայման ոչ աշխատանքային եւ շատ կարևոր էներգետիկ ֆունկցիա գործառույթ է ունեցել, այսինքն դա նպատակ է ունեցել եւ լիցքավորել եւ լիցքաթափել մշակույթը կրողներին, ավանդական հասարակությունը եւ մենք տեսնում ենք, որ բավական ուսանելի ավանդույթներ են եղել։ Առաջինը, որ մարդիկ ավանդական հասարակությունում, այսինքն 19-րդ դար, 20-րդ դարի սկիզբ, նախանցախնդիր ձևով փորձել են մաքրազերծել եւ մաքրազերծվել եւ հոգեպես եւ ֆիզիկապես եւ իրենց միջավայրը շատ հետաքրքիր մի բան, որ անպայման իրենք աշխատել են, որ իրենց տունը, որը համարվում է իրենց միկրոկոսմոսը, միկրոտիեզերքը, կարգի բերեն։ Եվ շատ հետաքրքիր է, որ տան առաստաղները, երիտասարդ հարցները, աղջիկները allուրով երկնային լուսատուների պատկերներով են հարդարել, այսինքն ցանկացել են, որ նույն ձեզերքը լինի նաև իրենց տանը։ Շատ ուշագրավ մոտեցում է եւ ընդհանրապես ավանդական հասարակությունում մարդ-բնություն կապը շատ սերտ է եղել, շատ ներդաշնակ եւ հրաշալի ձևով իրենք փորձել են նաեւ իրենց տունը դարձնել մաքուր եւ կարգի են բերել ամանեղեն, ամեն ինչ մաքրազերծել են ուղղակի եւ նաեւ չեն մոռացել իրենց հոգեկան աշխարհը եւ շատ կարևոր է, որ այդ ժամանակ պահքի շրջան է եւ առաջավորած բանը մեկ շաբաթյա պասն է ընկնում այս ժամանակահատվածում եւ դրա համար մարդիկ դարձյալ այդ պահեցողության կանոնները պահպանելով իրենք նաեւ մաքրել են իրենց մարմինը շատ ուշագրավ բան եւ դրա համար մենք երբևէ ավանդական հասարակության տոնական հացկերույթին չենք տեսնի մսեղեն կամ կենթանական ցակմամբ կերակրատեսակներ, ուտելիքներ, աղցանները դրանք բուսական էին, կերակուրները հացահատիկային, այսինքն դարձյալ բուսական եւ անշուշտ այդ տոնական սեղանին մեծ կարեւորություն են տվել, բայց շատ հատուկ մեծ ջանք չեն գործադրել, ինչու, որովհետև իրենք դեռ ամառվանից աշնանը այդ ամբողջը անվարում էին եւ այդ բոլորը իրենց ձեռքի աշխատանքներ։ Եվ ասեմ, որ ասենք տոլման ընդհանրապես պասուց տոլմա են պատրաստել, այսինքն մենք հիմա հատկապես 21-րդ դարի հայացքից որ նայում ենք, թվում է թե որ անպայման տոնական սեղանում պետք է լինեն միայն մսեղեն կերակրատեսակներ եւ գերակշռեն դրանք, բայց ավանդական հասարակությունում պասուց տոլմա են պատրաստել դա 1920-ական թվականներից հետո հատկապես խորհրդային շրջանում ինքը արդեն մսեղեն տարբերակը դրվեց տոնական սեղանին։ Ինչի մսեղենից չեն օգտվել նախկինում եւ հետո ժամանակի ընթացքում դա եկավ։ Ուրեմն ավանդական հասարակությունում հենց ամանորյա նոր տարվա սեղանին մսեղեն կերակրատեսակներ չեն օգտագործել, բայց դա չի նշանակում, որ իրենք առօրյայում չեն, օրինակ, եթե բարեկենդանյան տոնը նայենք, դա հենց մսեղեն կերակուրների մի շքերթ է, այսինքն որոշակի ժամանակահատվածում, բայց քանի որ եղել են որոշակի արգելքներ, որ պասի ժամանակ չէր կարելի մսեղեն կերակուրներ օգտագործել, դրա համար օգտագործել են պաս կերակուրներ, ասեմ, որ բավական տեսականի կա, այդտեղ պետք է սեղանին լինի հացահատիկ, ընդեղեն, մրգեր, թարմ եւ չոր, ջրեղեն, այս բոլորը քաղցր շարոցներ, պաստեղներ, իրապես բավական շքեղ է եղել, բայց կարևոր է, որ իրենք ավելորդ ջանքեր չեն գործադրել, այսինքն մենք տեսնում ենք, որ իրականում դա տոնական հանդիսություն է եղել, տոնը ունի մի շարք բնութագրեր, բացի տոնական հացկերույթից, տոնական սեղանից,
բացի այն, որ պետք է միջավայրը իսկապես ներդաշնակ լինի, շատ կարևոր է տոնական մթնոլորտը, էմոցիոնալ շերտը, այսինքն ավանդական հասարակությունը բոլորը մասնակցել են դրան, այդ մասնակցայնությունը շատ կարևոր պայմանն է եւ ուրախությունը եւ այդ լիցքավորվելը եւ լիցքաթափվելը կարևորագույն ուրեմն գործոններից մեկն է եղել այս առումով շատ կարևոր է եւ բավականին ասենք գուշակություններ են արել օրինակ անպայման տոնական սեղանին դրել են տարեհացը դա եւս այդ երկնային լուսատուների պաշտամունքի հետ կապված շատ հետաքրքիր ավանդույթներ կան, դա կլոր մի խմորեղեն է, որը բաժանված է 4 մասի, այսինքն դա տարվա 4 եղանակներն են, աշխարհի 4 կողմերն են, բնության 4 տարերքներն են, շատ ուշագրավ եւ տեսեք ինչ տիեզերաբանական հետաքրքիր ուրեմն դրսևորումներ մենք տեսնում ենք այդ տարեհացի մեջ, դրա համար ինքը հենց կոչվում է տարի տարեհաց, այսինքն դա ուղղակիորեն պետք է այդ հնի եւ նոր տարվա սահմանաբաժանին անպայման նման խմորեղեն էին թխում մեջ, վախտագուշակ էին դնում, կարող էր արծաթյալ դրամ կամ որևէ մի բան եւ անպայման բաժանելուց ընտանիքի անդամներին, նույնիսկ իրենց կենդանիներին շատ հետաքրքիր է, որ այդ մարդը բնություն կենդանական բուսական աշխարհ կապը շատ հզոր է եղել եւ հետաքրքիր է, որ փորձել են հասկանալ այդ եկող տարվա հաջողակը իրենց ընտանիքում ով կլինի եւ այդ հաջողության նշանակը համարվել է շատ կարեւոր ու պատկերացրեք ինչ տոնական մթնոլորտ է առաջացրել, ասեմ, որ բացի այն, որ տոնական հագուստ, տոնական հացկերույթ, տոնական միջավայր, նաև փորձել են հետևյալ գուշակություններ անել, նախ անպայման աշխատում են այդ օրերի ընթացքում մինչև ծննդյան տոն, անպայման այդ օջախը վառ լինի, կրակը վառ լինի եւ նույնիսկ տան մեծերը շատ մեծ գերաններ էին դնում այդ օջախի մեջ եւ աստիճանաբար ներս տանելով կարծեք այդ ամբողջ ընթացքում անպայման վառ են պահել այդ օջախը շատ կարեւոր պայման է եղել Եվ նաև տան մեծերը նվերներ են պատրաստել եւ դա փոխադարձ էր իդեպ, այսինքն ընծայաբերությունը եւս շատ հատուկ էր մեր մշակույթին եւ մեծերն են նախապատրաստել իրենց փոքրիկների համար, տան փոքրիկների համար եւ նույնիսկ մեծ պապուկը, այսինքն մեծ պապը, նահապետը անպայման որոշակի նվերներ պատրաստել է իրենց տոհմի փոքրիկ զավակների համար, իսկ ընտանիքի մեծ ընտանեկան համայնքի տղամարդիկ կանայք նվերներ են պատրաստել տան մեծի համար եւ մոտենալով նրան ձեռքը աչը համբուրելով այդ փոխադարձ բարեմաղթանքներ հետո ավանդական հասարակությունում շատ կարևորում էին նաև բարեմաղթանքները Նախքան բարեմաղթանքը նվերները ինչ տեսք են ունեցել, այսինքն հիմնականում իրար ինչ են նվիրել Այո, նվերները կարող էին լինել, ասենք, հատկապես երիտասարդ աղջիկներին կամ կանանց կնվիրեին զարդեր Իսկ ասենք մեծերին գլխաշոր մեծ կանանց տանտիրուհուն կտորներ նույնիսկ եւ նվերների մեջ շատ կարեւոր տեղ ունեն գուլպաները իդեպ ինչպես հարսանիքում այնպես էլ նոր տարում տղամարդկանց համար գուլպաներ ինչու՞ չէ նաև սռնապան, այդ ոտքի փաթաթաններ, գլխարկ, եթե կնոջը գլխաշոր էին նվիրում, տղամարդկանց գլխարկ, որը առնականության կարևորագույն խորհուրդ ուներ։ Այսինքն փոխադարձ այդ բարեմաղթանքները բան շատ կարևորում են։ Եվ մի բան էլ շատ էական է, որ անպայման աշխատում էին, որ միջանձնային հարաբերություններում եղած այդ խոչընդոտները Թենջուկները տարվա մեջ հատկապես նոր տարվա շեմին վերջացնեն, այսինքն շատ կարևոր է, որ այդ մարդկանց միջև եղած խնդիրները, վեճերը, դժվարություններ մնան հին տարում եւ սա շատ կարևոր ուղերձ է, ինձ թվում է մենք պետք է աշխատենք, որ այս շատ հետաքրքիր բանը
ավանդույթ է դա, որ դու բոլոր վատ բաները փորձում ես թողնել 5 տարում եւ նորոգված ինքդ ամեն իմաստով դիմավորում ես նոր տարին, որովհետեւ ստացվում է։ Դե հիմնականում այո, համենայն դեպս ես լիահույս եմ, որ ավանդական հասարակությունում ինչպես մարդիկ շատ կարևորում էին խոսքը, տված խոստումը, երդումը եւ իրենք նախանձախնդիր ձևով աշխատում էին դա իրականացնել, նաեւ աշխատում էին, ասենք, գոնե այդ կարևորագույն անցումային շրջանում չբամբասել, չհայհոյել, շատ կարևոր բաներ են եւ կարծում եմ, որ անպայման խախտողները որոշակի տաբուների, սահմանափակումների ենթարկվում էին, որովհետեւ իրականում հենց դրա հիման վրա էր, այսինքն կային չկրված օրենքներ, որոնք պահպանվում էին Եվ շատ լավ կլինի, որ մենք իրապես հիմա հասկանանք, որ ինչքան կարևոր է դրական խոսքը, անշուշտ չգերագնահատելով, բայց շատ կարևոր է, որ մենք այդ դրականի ազդեցության այդ զորությունը մեր վրա զգանք, իսկ մենք հիմա հաճախ տեսնում ենք, որ առանձնապես չի կարևորվում եւ ավելի շատ մարդիկ ֆիքսվում են քննադատությունների վրա, միմյանց մեղադրելու վրա, քան որ փորձում են, ասենք, հանունի վրա աշխատել, ոչ թե ընդդեմի։ Տղամարդկանց նաև դրամապանակ են նվիրել ժամանակին։ Բան խմորեղեններ էին թխում այդ ժամանակ, ոչ միայն դրամապանակ կնվիրեին անպայման, որովհետև տան այդ բարեբերության, նյութական բարեկեցության ապահովողը տղամարդիկ էին եւ բանը հյուսած այդպիսի դրամապանակներ կային, բացի այդ նաեւ գուշակություն էին անում, բացի տարեհացից թխում էին տոնական ծիսական խմորեղեն, որոնք տիկնիկների ձևով կարող են լինել Տղամարդկանց համար հենց քսակներ, քիսիկ են ասում, դրա նման ուրեմն ասենց նույնիսկ թելով կապած, բայց իհարկե դա խմորեղենի տեսքով եւ բանը եթե խմորեղենը հաջողում էր, այսինքն կարմրում էր, իսկ մենք գիտենք, որ կարմիրը դա ամեն դրականի լավի խորհրդանիշն է, նշանակում է այդ մարդու բանը բարեկեցությունը, բարեբերությունը, արևշատությունը եկող տարվա մեջ անպայման ապահոված կներ։ Եթե սմքում էր, ուրեմն շատ լավ բան չէին սպասում։ Գուշակում էին նաև նույնիսկ կենդանիների տեսքով այդպիսի խմորեղեն, աշխատանքային գործիքների, գութան, երկանք, շատ հետաքրքիր է, այսինքն իրականում իրենց շրջապատող այդ բոլոր առարկաների նկատմամբ եւս հատուկ վերաբերմունք ունեն, ուր մնացած, որ միմյանց նկատմամբ դա չունենային, այսինքն ավակ, կրսեր, կին, տղամարդ այդ փոխհարաբերություններում շատ փորձում են այնուամենայնիվ հնարավորինս ներդաշնակ իրավիճակ ստեղծել Սա շատ կարևոր էր, հիմա անշուշտ լինում են որոշակի բացառություններ, բայց որը հաստատում էր հենց այդ օրինաչափությունը, որ անպայման նոր տարին պետք է դիմավորես նորոգված, զերծ բոլոր, ասենք, խոչընդոտներից, դժվարություններից, սա շատ կարևոր բան է եւ դրա կարիքը մենք հիմա ունենք։ Նաև սեղանի 7 ուտեստ են դրել, դա ինչ է խորհրդանշել։ Այո, թեպետ 7-ի այդ սրբազան թիվը էր, ինքը 4+3-ն է, եւ շատ կարեւոր դերակատարություն ունի ընդհանրապես, մենք հաճախ ենք դրան անդրադարձ անում ծիսական արարողությունների ժամանակ եւ անշուշտ այդ 7-ի գաղափարը, որը հացահատիկային կերակրատեսակների, բուսական աղցանների, օրինակ ավելուկով, բանջարով, այդպիսի աղցաններ են, լոբով, տեսեք, հատիկ եղեն եւ նաեւ ընդեղ են, եւ դրանցից անպայման աշխատում էին, որ լի լինի այդպիսի տոնին հարիր կերակրատեսակներ, բայց հետո մենք տեսնում ենք, որ արդեն այդ հացահատիկային հարիսան լրացվում է արդեն մսով եւ արդեն 20-30-ական թվականներին անցյալ դարի մենք տեսնում ենք, որ որոշակի նահանջ է տեղի ունենում, որովհետեւ
այլևս այդ եկեղեցական տոնակատարություն, դրան հատուկ պատշաճ վերաբերմունք, իհարկե կային շատերը, հատկապես օրինակ Շիրակի մարզում, Այրարատի մարզում կային մարդիկ, որոնք անպայման կարևորում էին եկեղեցի այցելելը, մի խոսքով, դա շատ կարևոր նշանակություն ուներ, բայց աստիճանաբար արդեն խորհրդային շրջանումի նկատի ունեմ, սեղանին հայտնվում են նոր կերակրատեսակներ, այլևս պահք չէ, եւ բավականին բաներ հայտնվում են մեր տոնական այդ մթնոլորտում ու միջավայրում, մենք տեսնում ենք, որ գեղևնին է հայտնվում, խորհրդային շրջանում պարտադիր դրանք բնական հենց եղևնիներ էին, որոնք զարդարվում էին տարբեր կերպ, իդեպ պարտադիր այդ մանդարին, օրինակ ես իմ մանկության հիշողության մեջ այդ մանդարինի հոտը եւ եղևնու այդ հատուկ բուրմունքը մնացել է եւ այսինքն ուղղակիորեն դա ասոցացվում էր նոր տարվա հետ, նաեւ մարդիկ կատակում էին եթե որևէ մեկը ուշ էին հանդիպում, այն ասում են ոնց որ ամանորյա նոր տարվա լիմոնադ լինես, այսինքն դարձյալ այս ըմպելիքը հատկապես նոր տարվա սեղանին ասենք պարտադիր ըմպելիքներից մեկն էր եւ նաեւ մենք տեսնում ենք, որ հետաքրքիր ձևով մեր երբեմնի ավանդույթները համալրվում են նորույթներով օրինակ այնպես չէ որ մենք ծառի պաշտամունք չենք ունեցել կաղանդ ծառ մենք տեսնում ենք որ համշենում օրինակ ձիթենու ճյուղը դնում էին եւ դրա վրա տան մեծը կաղին պնդուկ եւ այլն նման բաներ որովհետեւ դա կապված էր ուղղակիորեն բարեբերության, արգասավորության հետ, այսինքն ակնկալում էր, որ եկող տարին իր ընտանիքի համար նույնքան բարեբեր լինի։ Տարբեր եւ նույնիսկ նաեւ հատիկեղեն այդ հասկերն էին պահում եւ դա հավանաբար գալիս է այն ամառային նավասարդի հիշողության հետ կապված Եվ մենք տեսնում ենք, որ հայտնվում են նոր կերպարներ, նոր պերսոնաժներ, օրինակ Ձմեռ պապը եւ Ձյունանուշը։ Անշուշտ մենք ունեցել ենք մեծ պապուկը, հատկապես Արևմտյան Հայաստանում կամ Կաղան պապ են ասում, որ անպայման այդ երեխաներին զվարճացնելու համար, այդ տոնական մթնոլորտը անպայման ապահովելու նպատակով տան տղամարդկանցից մեկը, աչախ նաև հենց տան նահապետը դուրս էր գալիս եւ հատուկ դիմակավորված մորթով ծածկված, գավազանով, մորթե փափախով ներս էր գալիս եւ ուրախացնում էր իր թորներին տան ընդհանրապես երեխաներին, աղջիկ տղա եւ այլն եւ ինչն է հետաքրքիր որ մենք հիմա տեսնում ենք հայտնվում են արդեն փոխարված երևույթներ, որոնք շատ արագ իսկապես քաղաքացիություն են ստանում եւ ընդունվում են մարդկանց կողմից եւ հետաքրքիր է որ արդեն աստիճանաբար նաեւ տոնական հացկերույթը սեղանը բավական փոխարված կերակրատեսակներով է հարստանում եւ արդեն նույնիսկ պարտադիր այդ վինեգրետ կոչված սալաթը, աղցանը եւ մեկ էլ մայրաքաղաքային այն ժամանակ ասում էին ստալիչնի, հիմա օլիվիե, մենք տեսնում ենք, որ հետաքրքիր ձևով որոշակի երևույթներ sense յուրացվում են եւ դառնում են կարծեք մերը, բայց շատ կարեւոր է, որ ավանդական հասարակությունում այդպիսի մրցավազք չի եղել որը մենք հատկապես նկատում ենք եւ ուշ խորհրդային շրջանում եւ անկախությունից հետո մենք տեսնում ենք որ մարդիկ նույնիսկ կարող էին պարտ կանել որպեսզի իրենց տոնական սեղանը հարևանից չտարբերվի սա իհարկե խոսում է այն մասին որ մենք դառնում ենք սպառողական հասարակություն այսինքն մենք գաղափարի վրա չենք կենտրոնանում մենք ուզում ենք ցույց տալ ավելին քան մենք իրականում կանք Դրա համար է, որ մենք մեր ավանդական մշակույթից բավական կարևոր
ուղերձներ ունենք, օրինակ ավանդական հասարակությունում պարտադիր հարուստները, ունևոր ընտանիքները իրենց կարիքավոր ազգականների համար այդ տոնական սեղանից մասն էին հանում եւ մարդը դրանով իրեն ավելի կարեւորված էր զգում, սա շատ կարեւոր բան է, իսկ մենք հետո տեսնում ենք, որ արդեն ժամանակի մեջ ընդհակառակ ավելի շատ մարդիկ մտածում են, որ ավելի շատ ցույց տան, ավելի այդ պրեստիժային եւ ել չեմ ասում արդեն բոլորովին մեր ուտեստի համակարգին ոչ համապատասխան, ուրեմն ուտելիքներ ենք տեսնում սեղանին։ Այլևս այդ անդրծովյան կենթանիներ եւ այլն, եւ սա օրինակ մի պահ նույնիսկ դա ուղղակի ցուցադրական էր եւ մարդիկ հաճախ դրանց ձեռքեր չէին տալիս, վերջում էլ երբեմն ստիպված էին լինում թափել կամ էլ ուտելով դրանք որոշակի խնդիրների առաջ էին կանգնում։ Այսինքն, երբ մենք ընդհանուր առանցքային առումով հավատարիմ ենք մնում մեր ավանդույթներին, մենք հաստատ խնդիրներ չենք ունենա, որովհետև ավանդական հասարակությունում օրինակ ջրիկ կերակրատեսակներ էին պատրաստում պահքի եւ ավելուկով, լոբով եւ այլն, դա շատ հարմար էր գալիս իրենց օրգանիզմին։ Եվ այս առումով մենք բավական փոփոխություններ ենք տեսնում, օրինակ հիմա էլ ի տարբերություն խորհրդայինի մենք դարձյալ փոփոխություններ ենք տեսնում, ասեմ, որ խորհրդային շրջանում այդ տոնի անակնկալը պահպանվում էր, դե առավել ևս ավանդական հասարակությունում։ Հիմա մենք սենց նմանագելով օտարներին, քանի որ ամբողջ կաթոլիկ աշխարհը նոր տարին ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի, չէ, այդ գիշերահավասարից հետո եւ իրենք շատ մեծ շուկով են դա նշում եւ հիմա մենք տեսնում ենք, որ եւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իրենք այդ տոնի նախապատրաստությունը բավական շուտ են սկսում, բայց ինձ թվում է, որ տոնը պետք է սենց այդ անակնկալի գործոնները պահպանի։ Մենք արդեն զարդարում ենք, նույնիսկ կարող ենք տեսնել, որ դեկտեմբերի սկզբներին, նոյեմբերի վերջերին արդեն զարդարում են եւ այն ինտրիգան, որ կա, ինտրիգը, որ սենց միանգամից սյուրպրիզ, անակնկալ բան, մենք կարծեք այդ պահը կորցնում ենք։ Ես հիշում եմ, որ մենք բավական ուշ ենք զարդարում մեր Եղևնին կամ հետո այդ արհեստական տոնածառերը եւ պետք է այդ տոնի բերկրանքը պահել, որտեղ դա դառնում է մեր առօրյայի մի մասը։ Ես ամենայն դեպս այդպես եմ կարծում եւ իհարկե մենք պետք է անպայման կենտրոնանանք այդ էության գաղափարի վրա, որ իրապես տոնական մթնոլորտ ստեղծվի ընտանիքի անդամների համար եւ որքան հնարավոր է ընտանիքի անդամները համատեղ նշեն, որովհետև դա հնարավորություն է մեկտեղվելու սեղանի շուրջ, իսկ գիտենք, որ ընդհանրապես հացկերույթը մարդկանց մերձեցնելու, հաղորդակցելու շատ կարևոր գործառույթ է, իսկ հիմա մենք տեսնում ենք միտում, որ մարդիկ նույնիսկ խուսափում են եւ աշխատում են, որպեսզի այդ տոնական իրարանցումից զերծ մնան, այլ տեղերում, այլ երկրներում նույնիսկ նշել նոր տարին կամ նոր տարին այդ ամանորյա հացկերույթը իրենք նշում են ռեստորաններում, այս միտումը եւս կա, գիտեք, իհարկե այն օրինակ ես հիշում եմ խորհրդային շրջանում այդ ամանորյա սեղան պատրաստելը բավական մեծ ճիգ էր պահանջում եւ մարդիկ շատերը փոխանակ ասենց ուրախանան, այդ բերկրանքը զգան, հոգնած վերջին բլինչիկը դնում էին սեղանին, այսինքն սա եւս նշանակում է, որ մենք ճիշտ չենք գիտակցում տոնի խորհուրդը, որովհետեւ դա
մի հնարավորություն է, որ ընտանիքի անդամները, համայնքի անդամները մեկտեղվեն, համատեղ նշեն, հաղորդակցվեն եւ նաեւ լիցքաթափեն։ Իսկ մեզ մոտ ստացվում էր այնպես, որ մենք ավելի շատ չարչարվում էինք, հոգնած ասենց մի կերպ սեղանի շուրջ էինք նստում։ Սա եւս իմ կարծիքով նորից պետք է դա վերանայվի եւ ինչքան դա ընտանեկան միջավայրում անցկացվի, այնքան իսկապես օգուտ կբերի նաեւ այդ ընտանիքի անդամների այդ միջանձնային հարաբերությունների կապերի ամրապնդմանը։ Միմյանց տուն գնալու ավանդույթը եղել է։ Չէ, միմյանց տներ գնալը կար անպայման, ասենք գնում էին տանուտիրոջը քահանայի տոնն էին նշում եւ իրենց տոհմի նահապետիների դա ընդունված բան է, այսինքն այդ պատկառանքը, հարգանքը, տոնը կիսելու, այդ խորհուրդը կիսելու այդ գաղափարը կար։ Խորհրդային շրջանում էլի մի քիչ որոշակի շեղումների էր հանգեցնում եւ նույն բանբայներ կան, օրինակ, եթե մի փոքր էլ վրան նշան անեիր, կարող էր հետո հայտնվել նվիրատուի մոտ։ Այսինքն, եւ դու դա անում ես սիրով, նպատակային ես անում, դա ուրիշ է։ Իսկ եթե դու դա անում ես որպես պարտականություն, հաստատ ինքը շատ արդյունավետ չի լինում, եւ մենք հիմա տեսնում ենք, որ գիտեք, եթե դա նպատակային է արվում, այսինքն ոչ թե մարդը ուղղակի ստիպված է իր ղեկավարն ինքը, ես հիշում եմ նաև այդպիսի բաներ, որ պարտադիր 12-ը հնչում էր եւ որոշ աշխատողներ գնում են իրենց ղեկավարների, չէ, պաշտոնյաների տները, բայց սա շատ ընտանեկան բան է, էլի, այսինքն դա կարելի է նաև հաջորդ օրերի մեջ անել, եթե այդպիսի շատ մեծ ցանկություն կար։ Հետո խորհրդային շրջանում դա նաև կոլեկտիվն էր նշում, հարևաններն էին իրար այցելում, ընկերներն էին, դասընկերներ եւ այլն, պարտադիր տնետուն էին գնում։ Հետաքրքիր բան է, որ օրինակ այդ արդեն մեր ավանդական ծննդյան տոների ժամանակ այդ փոխադարձ այցելություններ եւ նաեւ ավետիսներ, որ երիտասարդների, հատկապես պատանիների, իհարկե տղաներ, աղջիկներ, ասենց տնետուն էին գնում, շնորհավորում են եւ այլ, կարծիք դրա հեռավոր մի արձագանքը լինի։ Էլի եմ ասում, եթե մարդիկ դա անում են ի խորոց սրտի, իսկապես գտնում են, որ անհրաժեշտ է, դա ուրիշ արդյունք է տալիս։ Իսկ երբ որ կա պարտավորվածություն, հաստատ այնքան էլ լավ արդյունքի չենք հասնի եւ նույն բաբայներքան կստանանք։ Իսկ Հայաստանում կան շրջաններ, որ ավանդույթների մեծ մասը պահպանել են։ Ասեմ, որ ընդհանրապես նոր տարին բավական սիրված տոներից էր եւ գրեթե բոլորը նշում են, բայց օրինակ Շիրակում ես կարող եմ ասել, որ հատկապես իրենք շատ նախանձախնդիր, շատ ավանդա պահեն, ես օրինակ Սյունեցի եմ, ես հիշում եմ, որ մենք ավելի շատ սենց փոխարված այդ նոր երևույթներով այդպես էինք նշում։ Բայց եւ նոր տարվա, օրինակ իրենց սեղանին պարտադիր հիմա էր, իդեպ ասուց տոլման կամ ասենք Այրարատի բանը, որոշ հատկապես գյուղական միջավայրում բան, այդ ավանդապահությունը կար։ Հիմա շատ հետաքրքիր վերադարձ կա իհարկե, որ մարդիկ այնուամենայնիվ հասկանում են, որ օրինակ հենց նույն Շիրակում իրենք չրեղենից կամպոտ են, խոշապ են ասում, պատրաստում, իրենք դա սեղանին չեն դնում, բայց պարտադիր պատրաստում են։ Այսինքն տնեցիներով են դա վայելում, շատ հետաքրքիր է, այսինքն այդ եկող ավանդույթը իրենք պահում են եւ արդեն իրենց ընտանիքի շրջանակներում, բայց իրենք պարտադիր եւ պասուս տոլմա ունեն եւ այդ խոշապը ունեն, շատ հետաքրքիր է, էլի։ Եվ նաեւ
հետաքրքիր վերածնունդ ես ամեն դեպքում տեսնում եմ, որտեղ խորհրդային շրջանում դուք տարեհաց այդ ծիսական խմորեղեններ բան չէիք տեսնի, բայց հիմա այդ վերադարձը կա եւ ես կարող եմ ասել, որ մեր թանգարանում մենք բավական ժամանակ հենց տոնական ուտեստը, որը ցուցադրում ենք, պարտադիր այդ տարեհացը կա, դրանք մուլյաժներ են եւ նաեւ ծիսական խմորեղենի, այսինքն սա եւս հնարավորություն է, որ մենք մեր հայրենակիցներին ցույց տանք, որ ինչ կարելի է ընդհանրապես օգտագործել եւ նաեւ փորձում ենք ներկայացնել, որ անպայման կարեւորել տոնի խորհուրդը, էությունը, գաղափարը, ձևը այդքան էական չէ։ Եթե մենք դրանով առաջնորդվենք, ինձ թվում է բավական կհաջողենք։ Եվ վերջին հարցը, ինչպիսի բարեմաղթանքներ են հաղել միմյանց։ Ընդհանրապես ասել են շնորհավոր նոր տարի։ Բարեմաղթանքներ, որ նոր տարում հաջողություններ, երեխայի ճիչ հնչի, այսինքն ամուսնանա, քո որդու կանաչ կարմիրը կապենք եւ այդպիսի բարեմաղթանքներ եւ նաեւ օրինակ որպեսի տարին բարեբեր լինի մեղրով այդ շեմի վրա խաչ են արել տիկինները կամ կարմիր կտորից իրենց ծառերին նույնիսկ բակում այդպիսի բաներ, այսինքն իրենք փորձել են նմանով նմանա առաջ բերել եւ նաեւ խոսքի միջոցով, որովհետեւ ել եմ ասում, շատ կարեւոր է, որ խոսքը խոստումը, երթումը ավանդական հասարակությունում շատ կարևորվել է։ Ինչ ասել են, կատարել են։ Անպայման։ Խոսքը ասել ես, ուրեմն դա պետք է կատարածվի։ Դա շատ կարևոր է եւ եթե մենք, այսինքն դա նշանակում է, որ դու խոսանալուց առաջ պիտի մտածես դու դա իզորու ես անելու, դա անելու ես, թե չէ։ Դատարկ փուչ խոստումներ տալը առանձնապես պատիվ չի բերում մեր ժողովրդին։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի հետ։